Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո ամեն։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս մկրտում էր, գալիս են Հովհաննեսի աշակերտները և ասում, թե վարդապետ, նա ում մասին դու ասում էիր, մկրտում է։ Հովհաննեսի աշակերտները մտածում էին, որ իրենց վարդապետը Հովհաննեսը պետք է միայն մկրտի, ինչու Քրիստոս մկրտում։ Մեկ ուրիշ տեղ Հովհաննես Աստվածաբանն ասում է, թե ավետարանի չէ, թե ոչ թե Հիսուսն էր մկրտում, այլ իր աշակերտներն են մկրտում։ Ուրեմն Հիսուս մկրտում էր, թե չէ։ Այս հարցի շուրջ տարակարծություններ կան եկեղեցու տարբեր վարդապետների մոտ, բայց Սուրբ Գրիգոր Տաթևացին այդ բոլոր տարակարծությունները ամբողջացնելով հետևյալ եզրահանգումն է անում։ Իրապես աշակերտներն են մկրտում, բայց Հիսուս նախ աշակերտներին մկրտեց, այնուհետև աշակերտները սկսեցին ժողովրդին մկրտել։ Ինչպես Հովհաննես մկրտիչն էր ասում, թե ես ձեզ ջրով եմ մկրտում, ինձանից հետո գալացողը ձեզ Սուրբ Հոգով և հրով կմկրտի։ Այսինքն Քրիստոս ճշմարիտ մկրտությամբ մկրտեց առաքյալներին, իսկ առաքյալներն էլ սկսեցին մկրտել բոլորին։ Քրիստոս միայն առաքյալներին մկրտեց և մնացած որևէ մեկին չմկրտեց, որպեսզի տարակարծություն չլինի ժողովրդի մեջ, ինչպես Կորինթոսի եկեղեցում Պողոս առաքյալը մկրտել էր, այնուհետև Ապողոսն էր եկել մկրտել և կիսվել էր եկեղեցին, մյուսը ասում էր ես Պողոսյան եմ, մյուսը ես Ապողոսյան եմ, մյուսը ես Կեփասյան եմ։ Այսինքն Քրիստոս շատ չմկրտեց, միայն առաքյալներին մկրտեց, որպեսզի հետագայում պառակտում չլինի, մեկը չասի, թե Քրիստոս անձամբ ինձ մկրտել է։ Այսինքն Տերը թողեց, որ հավասարություն լինի, առաքյալներին առանձին ծածուկ մկրտեց, իսկ առաքյալները հետագայում բոլորին մկրտեցին։ Եվ այնուհետև Տերը քարոզում է և կրկին վկայություն է փնտրում Հովհաննես մկրտչից։ Կրկին չհանգստացան, ժողովուրդը և հարցնում են. վարդապետ Հովհաննես, դու էլ ես մկրտում, նա էլ է մկրտում, չենք հասկանում։ Հովհաննեսը ասաց. ես փեսան չեմ, նա է փեսան, ով հարս ունի։ Ես միայն փեսայի բարեկամն եմ։ Ուրեմն Հիսուս փեսան է, որովհետև անսահման, անբաժանելի սիրով է միավորված հարսին։ Փեսան ծննդական է, այսինքն հոգևոր ծնունդներ է տալիս փեսան, Սուրբ Ավազանի մկրտությամբ քրիստոնյաներ է ծնում, քրիստոնյաները Քրիստոսինն են, Քրիստոսի զավակներն են, այդ պատճառով փեսան ոչ թե Հովհաննեսն է, այլ Քրիստոս է, եթե Հովհաննես իրեն կոչեր փեսա և որդիներ ծներ, դա կլիներ շնություն ու թշնամություն, այդ պատճառով Հովհաննեսը ասաց, որ ես չեմ կարող հափշտակել Քրիստոսի փառքը, ես փեսան չեմ, ես միայն փեսայի բարեկամն եմ, իսկ փեսան Քրիստոս է, մարմնացած Աստված, ոչ հայրն է փեսան, ոչ էլ Սուրբ Հոգին է փեսան, որովհետև փեսան որդին է մարմնացած Աստված, և բոլոր մարդիկ չէ, որ աշխարհում հարս են կոչվում և բոլոր արարածները չէ, որ հարս են կոչվում Քրիստոսի, որտև կան բանական և անբան արարածներ, հրեշտակներն էլ երկնքում Քրիստոսի հարս չեն կոչվում և մարդկանցից էլ միայն նրանք, ովքեր ուղղափառ հավատքով մկրտված են և քրիստոնեական կյանքով ապրում են, Տիրոջն են միավորված, իրապես կոչվում են հարս Քրիստոսի, որտև ինչպես փեսան իր կյանքը զոհաբերեց հարսի համար, այնպես էլ հարսը պետք է զոհաբերի իր կյանքը փեսայի համար, այն ժամանակ իրապես կոչվի հարս, որտև Քրիստոս իր ասած խոսքը իսկ Ադամի բերանով, թե տղամարդը պետք է թողնի հորն ու մորը միանա կնոջը, ինքն էլ թողեց հորը երկնքում, մորը խաչի առջև,
եւ գնաց դժոխքում ավերեց, քանդեց, միացավ հարսին, եկեղեցուն միացավ եւ մեկ եղան։ Իսկ Հովհաննեսը իր խոնարհության համար իրեն Փեսա չի կոչում, այլ կոչում է Փեսայի բարեկամ։ Եվ ես ուրախ եմ Փեսայի համար, որտեղ Փեսան բազմաթիվ ծնունդներ է տալիս, նորանում է եւ առավել հզորանում, եւ ես շատ ուրախ եմ Փեսայի մկրտության համար, որովհետեւ Հովհաննեսի ուրախությունը լիակատար էր, որովհետեւ եկել է իր լրումը, Հովհաննեսը պետք է բանտարկվեր, իր ամբողջ քարոզությունը վերջացրեր, ասեց կատարվում է, լիակատար է իմ ուրախությունը, ինչի համար որ կոչված է, ես կատարեցի եւ նրան պետք է մեծանալ եւ ինձ նվազել, իրապես ոչ թե Քրիստոս աստվածությամբ կամ մարդկությամբ փոքր էր, հետո մեծացավ, որտեղ կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ էր, մեկ աստվածային աստված մարդկային բնություն եւ երբեք չնվազեց ոչ նրա մարդկությունը եւ ոչ էլ նրա աստվածությունը, այլ նրա քարոզչությունը սկզբում նվազ էր, թույլ էր, միայն Հրեաստանում, այնուհետև հզորացավ, տարածվեց ամբողջ աշխարհում։ Սկզբում նրանք քչերն էին ճանաչում, հետո բոլորը ճանաչեցին։ Ով վերուստ է գալիս, նա առավել է, քան բոլորը։ Քրիստոս իրապես ի վերուստ է գալիս, ի վերուստ է անսեր մնողություն, անապական ծնունդյամբ եւ հրեշտակներից էլ բարձր է մեր Տերը Հիսուս Քրիստոս եւ իր վարդապետությամբ եւ աստվածային օրհնությունը, կատարելությունը բնակվում էր Քրիստոսի մեջ մարմնապես եւ հայրը կնքեց որդուն, աստվածային օրհնությունը անխախտելի եղավ Քրիստոսի մեջ։ Մենք շնորհով ենք Աստծո որդի, իսկ Քրիստոս վեր է այս երկրից, բոլոր մարդկանցից էլ վեր է։ Եվ վկայեց Հովհաննեսը, որ սա է Աստծո որդին, ուրեմն Քրիստոս իրապես վկայեց նախ իր խոսքերով, ինչպես վարդապետներն են իրենց խոսքերով վկայում, այնուհետև վկայեց իր գործերով, ինչպես սուրբերն են իրենց կյանքով վկայում Տիրոջը, վկայեց իր նահատակությամբ, արյամբ, ինչպես մարտիրոսներն են վկայում, վկայեց նաև հրաշալիքներով ու սքանչելի հրաշքներով, ինչպես մարգարեներն են վկայում, ուրեմն Քրիստոս վարդապետ է, մարտիրոս, մարգարե եւ սուրբ, որովհետև 4 կերպ վկայեց գործերով, հրաշքներով, մարտիրոսությամբ եւ վարդապետությամբ։ Եվ ոչ ոք չի ընդունում Քրիստոսի վկայությունը, շատ քչերն են ընդունում, բայց հետագայում շատերը ընդունեցին։ Եվ իրապես ով ընդունում է այս վկայությունը, հաստատում է, որ Աստված ուղարկեց Քրիստոսին, որտեղ Աստված չափով չէ, որ հոգին տալիս է, այլ անչափ, անսահման է Սուրբ Հոգին տալիս, որտեղ Սուրբ Հոգին էր Աստված է եւ աստվածային անսահմանությամբ է իր շնորհները տալիս, ինչպես գլխից իբրև կարևորագույն անդամ մարմինների բոլոր շնորհներն են իջնում մարմնի վրա, այնպես էլ մեր գլուխը Քրիստոս է եւ Քրիստոսից էլ իջնում են բոլոր շնորհները մեզ վրա, բայց աստվածային անչափ անսահման շնորհները մեզ վրա, մեր տարողության, մեր սահմանափակության համապատասխան են իջնում։ Մենք չենք կարող անսահմանորեն ընդունել այդ շնորհները, որտեղ մենք սահմանափակ ենք։ Մենք տկար ենք, եւ բայց Աստված առատապես հեղում է մեզ վրա եւ որքան որ կարողանում ենք, այնքան էլ ընդունում ենք աստվածային շնորհները։ Ամեն